Կորեկտ եմ հիմա, չի կարելի, ասենք, հյուր եմ ես։ Ալեն Սիմոնյանը անցած շաբաթ էր քաղաքական տուրնեի Ռուսաստանում։ Դա կորեկտ հարց։ Կտրուկ կորեկտացել է խորհրդարանի խոսնակի հռետորաբանությունը ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջին հանդիպումներից հետո։ Հակառուսական կոշտ հայտարարություններով հայտնի Սիմոնյանն այսօր ամենաշատը կորեկտ բառն է օգտագործում։ Բաներ կան, որ ես չեմ ասելու, որովհետև դա կորեկտ չի, ոչ կորեկտ հարցերի չեմ պատասխանում։ Դա կորեկտ հարց։ Ալեն Սիմոնյանը կորեկտ չի համարում հարցը, ժողովրդավարական պետություն է Ռուսաստանը։ Ոչ ժողովրդավար եք համարում Ռուսաստանը։ Նարեկ ջան, ոչ կորեկտ հարցերի չեմ պատասխանում։ Նրա այցը լուսաբանած ռուս լրագրողները իրենց հրապարակումներում անընդհատ հիշեցրել են Հայաստանի ազգային ժողովի նախագահի հակառուսական հայտարարությունները։ Բայց ըստ Սիմոնյանի բոլորովին այլ մթնոլորտ է եղել իր եւ ռուս պաշտոնյաների շփումներում։ Նույնիսկ ինչ-որ պահ մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին իշխող խմբակցությանը, այո, աջակցեցին։ Առավոտից իրիկունս տեղից գոռում են, մեզ մեղադրում են հիբրիդային պատերազմի, ռուսիա ագենտներ, չգիտեմ, ռուսա ինչ են ասում, հասնում են Կրեմլի շրջակայքում, սկսում են այնտեղ կոշիկներ լիզել, ու ինչ ստեղ ասել են, ամբողջությամբ փոխել ու հակառակ ասել։ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանի համար ամենևին էլ արտարոշ չէ Ալեն Սիմոնյանի տրանսֆորմացիան Մոսկովյան այցից հետո։ Ամեն ինչ շատ պարզ է, ընտրություններից առաջ Փաշինյանի թիմակիցները փորձելու են քավել մեղքերը բոլոր խոշոր խաղացողների, նաև Ռուսաստանի առաջ։ Իշխանությունը պահելու համար հեչ տարբերություն չկա, Մակրոնի կոշիկները կլինի Ալիևի, Էրդողանի, թե Լավրովի, այսինքն լիզելու բանը լինի, իրանք այդ անում են իրենց իշխանությունը պահելու համար։ Ըստ Սաղաթելյանի հիմա գնդակը այն ընդդիմադիր ուժերի դաշտում է, որոնց նպատակը ոչ թե մի քանի падգամավորական մանդատ ձեռք գցելն է, այլ Փաշինյանին իշխանազրկելը։ Եթե ժողովուրդը ակտիվ մասնակցի ընտրություններին եւ իր ձայնը տա ընդդիմադիր որևէ խոշոր բլոկի, Փաշինյանը վերընտրվելու որևէ շանս չունենա, վստահ է Սաղաթելյանը։ Որևէ ընդդիմադիր ուժ, եթե գնա ընտրության, հավաքի 49%, ունենա ամենաշատ ընդդիմադիր падգամավորները, բայց ընդհանուր ընդդիմությունը չհաջողի, այսինքն այս իշխանությունը շարունակի մնալ, դա մենք կգնահատենք խորը ձախողում։ Իշխանության խորը ձախողումն է համարում ընդդիմադիր падգամավորը հակաեկեղեցական արշավը, ըստ նրա դա վկայում է, որ Փաշինյանն այլևս չունի ժողովրդի աջակցությունը։ Գեն որ եկեղեցու հարցում խոպածանր քարի հանդիպը այդ ակնհայտ է, այն որ այդ շրջիկ թափառախումբը չի կարողանում մարդ գեներացնել բացի ինչ-որ շատ նեղ քպեական շրջանակներից, դա եւս ակնհայտ է, որտեղ իրոք դժվար հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարել։ Սաղաթելյանի համոզմամբ ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված իշխանությունը փորձել է մեղմացնել հակաեկեղեցական թունոտ բառապաշարը։ Հասկացել են, որ միջազգային հանրությունը չի ողջունում հակասահմանադրական գործողությունները եւ պատահական չէր Փաշինյանի ներկայությամբ Վենսի այն հիշատակումը, որ հայ ժողովուրդը աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է։ Պատգամավորը կարծում է, որ Հայաստանից Վենսի մեկնելուց հետո նորից սասկանալու է հակաեկեղեցական արշավը, որովհետև հազարամյա եկեղեցին քանդելու հրահանգը, ըստ նրա, Փաշինյանը Ալիևից է ստացել։ Նա Ալիևը ընտրակաշառք է բաժանում, դարել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը, ցորեն, չգիտեմ, բենզին, հեսա առաջիկայում նոր բաներ կուղարկի։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։